թողեք այս մարդիկ այստեղ ապրեն։ Ձեզանից ոչինչ չենք ուզում, մեր հողուչերի վրա ապրենք։ Մենք 50-60 հազար զոհ ունենք, ներողություն 1000։ 50-60 զոհ մենակ այս գյուղից կա։ Թողեք ապրեն դրա սնողները, թողեք հարազատները ապրեն։ Ներողություն, դուք Քասախցի Ղազարին ճանաչում եք։ Ճանաչում եմ։ Ով է նա, ասում են ինքն է, այսպես ասած, ստոպ տալիս քասախցիներին սկզբից։ Ղազարը բրիչով, Ղազարին չաչը։ Ոչ մի Ղազար, ոչ մի Նազար, այս ամբողջ ժողովուրդը Նազարին տեսան։ Չինգիզ խանը, որ մտնում է Հայաստան, իր զորավարներին ասում է ժողովրդին լավ թալանեք, կեղեքեք, սպանեք, ջարդեք, բայց այնքան են թալանում ժողովուրդը, որ հասում է Չինգիզ խանը իր զորավարներին կանչում ասում այն շանվորդիկ, ես ես ասի, սրանց խուզեք, բայց դուք թրաշում եք, հիմա մեզ թրաշում են, կրգնագի ու երագի անգամ, հերիք։ Տեսեք, այստեղ ասում են, որ հարցի լուծում տվողը միայն Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու ձեզ չի ընդունում, ձեզ չի լսում ձեր խնդիրների մասին, այնտեղ նաև նշում են, որ ժամանակին իր հետ քայլել են այս գյուղի բնակիչները։ Իհարկե, եթե Նիկոլը չիմանար, կարծում եք Նիկոլը չգիտի այս անարգի մասին, որ թանկացում են, որ ճանապարհը փակվում է պատճառով, որ ավտոբուսները հանում են, նորից դարձում են նախնական, այն ստրգատիրական ժամանակի գազելներին։ Գազելի մեջ մեկը մյուսը կներեք, իրար հեծած էին կնում, հերիք է, մեկս մյուսը բերնի մեջն էին շնչուկ, տգեղ հավդով։ Ճիշտ ասում։ Թողեք ապրեն, էլ ես մարդիկ, թողենք կնան, Հայաստանից կնանք, դա ծեր ուզածը, ինչ եք ուզում։ Հերիք է, հողը ջուրը պաշտպանողը, Ռամիգն է եղել, նախնական դարերից մինչև հիմա ոչ մի հարուստի տղա չի զոհվել, ոչ մի պաշտոնյայի տղա չի զոհվել, չի էլ մասնակցել կռվի, սրանք է կռվել, սրանք է թողեք ապրեն, էլի, ինչ եք ուզում։ Դուք իրատեսական եք համարում, որ այս ճանապարհը Այս ճանապարհը պետք է փակվի, մինչև ժողովրդի պահանջը կատարվի։ Սա տվել է Նիկոլ Փաշինյանին, լավ են կարել։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը այս հարցերը լուծի։ Իսկ եթե չլուծի։ Չլուծի, այսպես շարունակվելու է։ Ինչը վերջ են գետալ։ Ավտոբուսը դիաշխատներ, ավտոբուսը դիաշխատներ։ Այն տվե պահանջում ենք։ Այս Քասախ 2000 սայնը տարի ինքը։ 2000 սայ Նիկոլ Փաշինյանը։ չի արձագանքում ձեր բողոքներին։ Չգիտեմ։ Դա Իրանից հարցերեք։ Իրանից հարցերեք էդի։ Ուրիշ ոչ մեկից Իրանից հարցերեք։ Պարոն Փաշինյան, եկեք մեր պահանջը կա, դարեք, մաքուր ձևով։ Մենք քաղաքական ոչ մի հայտ չունենք, լրիվ տնտեսական ենք։ 50 տարի ավտոբուս ենք ունեցել, մեր կոմունիստների վախտորել է աշխատել, հիմա քիչ են թողում աշխատել։ Հիմա փոշմանում եք, որ Փաշինյանին եք ընտրել։ Չէ, չեմ փոշմանում, բայց